Դրա փոխարեն 2 օր առաջ լսում ենք, որ մեր վարչապետը առաջարկել է Թուրքիային մասնակցել հայկական նոր ատոմակայանի կառուցման գործում, Ռուսաստանի հետ համատեղ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը բարձրագույն վստահություն է տածում Թուրքիայի նկատմամբ։ Միթե ատոմակայանը եւ ատոմակայանի կառուցումը ազգային անվտանգության բարձրագույն մի խնդիր չեն։ Իսկ ինչ հիմքի վրա է Հայաստանի վարչապետը այդպիսի առաջարկություն անում։ Իսկ եթե իսկապես թուրքերը մասնակցեն եւ շարունակելով իրենց թշնամական քաղաքականություն, այդ ատոմակայանի պատերի տակ ինչ-որ մի սարք դնեն, որը կաշխատի, չգիտեմ, մի քանի տարի անց, երբ որ թուրքերին դա պետք լինի, ով է դրա պատասխանը տալու։ Սա հնարավոր է նաև զոնդաժ է ստուգելու համար հայկական հասարակության բթացման մակարդակը Թուրքիայի նկատմամբ, թուրքական թշնամական քաղաքականության նկատմամբ։ Ինչքան են հայերը բթացել, եկեք ստուգենք, տեսնենք։ Կարող է արդեն լրիվ, էլ չեն նկատում Թուրքիան ինչ է անում իրենց նկատմամբ, այն տեղեկատվական պատերազմը, որ մղում է ամբողջ աշխարհով, թուրքական քոլեջների միջոցով, Ադրբեջանի ռազմական, հետախուզական, դիվանագիտական, քարոզչական աջակցություն հասցնելով, սա է իրականացնում։ Կամ մի ուրիշ հարց։ Խնդրեմ, ասում են Թուրքիայում դպրոցներում այսպիսի մի խնդիր կա, ֆիլմեր են ցուցադրում, իսկ ուր է Հայաստանի կառավարության գնահատականը։ Որևէ գնահատական Հայաստանի պետական այրերը չեն տալիս այս քայլին։ Եվ ասում ենք ունենք անկախ պետականություն, անկախ պետություն։ Ինչով եք բացատրում գնահատականի բացակայությունը։ Բացատրում եմ նրանով, որ չեն հավաստիացնում, չեն Թուրքիայի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունը մեր արտաքին քաղաքականության ողնաշարն է առհասարակ։ Այդտեղից ելնելով Հայաստանը վարում է եւ պետք է վարի իր մնացած բոլոր հարցերը լուծի։ Դա մեր արտաքին քաղաքականության առանցքն է։ Եվ հենց այդ առանցքը 18 տարի շարունակ անկախության ձեռքբերումից ի վեր չի մշակվել։ Այդ առանցքը ներկայացված չէ։ Ես հիմա ուղղակի հնարավորություն չունեմ բանավոր ներկայացնելու, որովհետև մեծ դասախոսություն կդառնա այս նյութը, այս կառուցվածքային վերլուծությունը, խնդրում եմ դες հետո ծանոթանալ, գուցե կարողանաք ձեր նյութերում օգտագործել, բայց այս 50-ից ավել ճակատներում Հայաստանի իշխանությունները դիրքորոշում չեն մշակել, մինչդեռ Թուրքիան ունի։ Բոլոր այս ճակատներում Թուրքիան ունի հստակ դիրքորոշում, այդ դիրքորոշումով հանդես է գալիս։ Մերոնք ունեն այս հարցերի նկատմամբ ջայլամի քաղաքականություն են վարում։ Հայտնի քաղաքական ուրեմն մի բնորոշում է սա, երբ ոչ ուզում են լսել, ոչ ուզում են տեսնել։ Ահա թե ինչ իրավիճակում է հայտնվել հայ-թուրքական հակամարտությունը այսօր։ Եթե մենք այսպես շարունակելու ենք, սա բերելու է միմիայն ազգային աղետի։ Եթե մենք շարունակենք Թուրքիայի հետ, ահա այսպես բացվել, առաջարկել Թուրքիայի նույնիսկ Հայաստանի ատոմակայանի շինարարությանը մասնակցել, առաջարկել Թուրքիային, եթե այդտեղ առաջարկելու ենք, ապա մեր տնտեսության բոլոր մյուս բնագավառներում հավանաբար կարող ենք առաջարկել Թուրքիան, որ գա իր բաժինը ունենա, շահաբաժինները, բիզնեսները եւ այլն, եւ այդ էլ կարծես թե ասում են, եկեք սահմանը բացեք, սկսենք առևտուրը իրականացնել, դրանով կարծես պետք է մեր հարցերը լուծեն։ Ոչ, դրանից հետո սկսվելու են այ ամենալուրջ հարցերը դրանից հետո են սկսվելու։ Երբ դրանից հետո եթե Թուրքիան վերահաշվարկ կատարի իհարկե եւ տեսնի, որ սահմանը բացելով ավելի մեծ վնաս է հասցնելու Հայաստանին, անպայման կբացի, տնտեսապես կներխուժի Հայաստան, կոչնչացնի առանց այն էլ գրեթե ոչնչացված ներքին արտադրողի, մշակութապես, հոգևոր էքսպանսիայով, ծավալապաշտությամբ, քարոզչությամբ կներխուժի մեր երկիր։